Այո, դժբախտաբար հունիսի 7-ի ընտրությունը ևս այս կորուստների, զիջումների շղթան կտրելու հնարավորություն Ես համար սպասելի չէ, որ հունիսի 7-ին կարող են վերընտրվի Նիկոլ Պաշինյանը, շատ անակնկալ է։ Մենք ամեն ինչ արել ենք եւ նաեւ բոլոր հնարավորությունները տեսնում էինք ամսի 7-ին այդ շղթան կտրելու, բայց հաշվի առնելով ինչ պայմաններում եւ ինչ ձև տեղ ունեցավ ընտրությունները, այո, դժբախտաբար վերաբերում, որ Աղվան Վարդանյանը խոստացավ մանդատը չվերցնել, հետո ըստ էության դժեցի խոստումը։ Աղվան Վարդանյանը բազմաթիվ անգամ ապացուցել է իր տղամարդավարի քայլերն ու գործողությունները եւ ինքը մեկնաբանություն տվել է ավելացնելու։ Այդ իդեպ ինքը ասում է գալու եմ կանեմ ձեր եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Ես խորհրդարանում հենց ձեր երկուսի կողքին պետք է կաններ, Աղվան Վարդանյանը։ Դրանից առաջ նաեւ ասել էր թիմի կողքին, իսկ ինչ վերաբերում անուններ տալուն, հավանաբար ինչ-որ մի բան գիտի որ։ Նարեկ Կարապետյանի կողքին ինչի է կանում։ Տեսեք, մենք կարծում ենք, որ այսօր այն վիճակում չենք, որ այդքան տարանջատումներ դնենք։ Աղվան Վարդանը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ իր թիմին հավատարիմ գործի չէ, դրա տակ այլ ենթատեքստեր։ Ինքը Նարեկ Կարապետյանի թիմի հետ էլ կապ ունի, իր հետ էլ։ Շատ ավելի լուրջ օրակարգեր ունեն։ Ժորժ ջան, լավ բայց առիթ ունենալ են։ Իշխանությունը հենց առաջնորով ոչնչի ինդիմության գործունեություն։ Միշտ կա, ինչի՞ չէ։ Սադրանքն է հնարավոր։ Իհարկե հնարավոր է։ Իսկ պարոն Սաղաթելյան, չեք կարծում, որ այս տեմպերով դուք 31 թվականի խորհրդարանում էլ չեք լինի։ Կարծում եմ օրվա իշխանությունը չի։ 31 թվականի վերջին շանսն է լինելու։ Բայց ինչ 31 նորը առաջի օրն է խորհրդարանում։ Դե դուք ոնց է պատրաստվում եք հաջորդ ընտրություններին ասեն։ Դե Մենք պատրաստվում ենք կազմակերպելու մեր քաղաքական գործունեությունը այս իշխանությունից ազատվելու համար։ Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել։ Դուք մեկ անգամ փորձել եք, չի ստացվել։ 21-ից չի ստացվել, ինչ եք առաջարկում, էլ պետք չի պայքարել։ Քաղաքական պատասխանատվություն կրեք կամ Քաղաքական պատասխանատվություն կրում ենք եւ կրել ենք, եւ եթե չի ստացվել, դա չի նշանակում, որ պայքարը պետք է դադարեցնել։ ամեն անգամ հույս եք տալի ժողովրդին, խաբում եք կամ Ստացվում որ ամեն անգամ ենք պայքարում ենք եւ ամեն ինչ անում ենք հաջողության հասնելու համար։ Չեք հաջողվում։